Սուտ է, թե Վենետիկի հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել արտակարգ իրավիճակի ռեժիմի մասին օրինագծին։ Բովանդակային առումով այդ հանձնաժողովը ավելի շատ մտահոգ է եղել այս փաստաթղթով, քան համաձայն է եղել կամ դրական եզրակացություն է տվել։ Վահե Գրիգորյանն ասում է, որ օրինագծում հակասություն կա զորակոչի եւ զինված ուժերի ներպետական խնդիրներին զինվորի մասնակցության տրամաբանության մեջ։ 18 տարեկան դարձած քաղաքացին զորակոչվում է հայրենիքին պաշտպանելու նպատակով, սակայն գործարկվում է եւ մենք ունենք արդեն այդ փորձը գուցեև հենց իր ծնողների դեմ։ Այս օրենքի գլխավոր ծուղակն այն է, որ ըստ Վահե Գրիգորյանի աշխատանքներ են տարվում, որպեսզի հավաքական անվտանգության պայմանագրի երկրների զինված ուժերը անդամ երկրում արտակարգ իրավիճակների դեպքում ներգրավեն իրավիճակի վերացման գործին։ Անհրաժեշտ է, որպեսզի կառավարությունը հստակ պատասխան տա առ այն, որ նման օրենքի ընդունումը ոչ մի կերպ չի նշանակում պատուհան, այլ օտար երկրների զինված ուժերի կողմից Հայաստանի ներքաղաքական իրավիճակին միջամտելու համար։ Արդարադատության նախարարության ներկայացուցիչն ասում է, թե այնպես չէ, որ իրենք այս օրինագիծն ընդունելիս հիմնվել են Վենետիկի հանձնաժողովի եզրակացության վրա։ Սահմանադրությունն է թույլ տալիս զինված ուժերի ներգրավել ներքաղաքական գործընթացներին։ Անօրինական զինված միավորումների գործունեության դադարեցում, արտակարգ իրավիճակների կանխում, Խաղաղ որևէ հանրավակ նույնիսկ առանց համապատասխան ծանուցման չի կարող ցրվել, ասում է պարոն Հակոբյանը, ցրելու դեպքում էլ ըստ նրա բանակը չի ներգրավի, նրան հիշեցրեցին մարտի 1-ի մասին նախարարության ներկայացուցիչը բառացիորեն ասաց։ Մարտի 1-յան դեպքերին զինված ուժերը մասնակցություն չեն ունեցել։ Որտեղ է։ Նրան տեղեկացրեցին, որ դալիճում մարտի 1-ին սպանված զինծառայողի ծնող կա եւ պետք է զգույշ լինել հայտարարություններում։ Ի դեպ Կարեն Հակոբյանը բառացիորեն ասաց նաեւ հետեւյալը. նախագահը արտակարգ դրություն է հայտարարում իրավիճակից թելադրված պայմանների դեպքում։ Հարց հնչեց, որ օրենքում է գրված նման բան։ Չեմ հիշում, ասաց Կարեն Հակոբյանը։ Մայր Արշակյան, Տիգրան Բադալյան, IPV